մեր լսանից լսանի հարցը գրել։ Չէ, հավատա ընթացքում պատասխանել ենք, հա։ Ուրեմն ասում է Նիկոլը հաղորդվել է Վատիկանում։ Հիշեցնեմ, որ մեր Սուրբ եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու միջև հաղորդման միություն չկա, այսինքն ուրացել է հայ առաքելական եկեղեցին եւ դարձել քաղաքեդոնական։ Բարձրաձայն եք խնդրում եմ, կան նման բան, այսինքն այո, միանշանակ ճիշտ դիտարկում է։ Իսկ եթե ես վաղը մյուս օրը Հռոմի Պապից ընդունելության արժանանամ որևէ պատճառով, ես այդ հաղորդությունը պետք է չվերցնեմ։ Այո, որովհետեւ մեր եկեղեցին ունի հաղորդութենական միություն քաղաքեդոնականների հետ, ոչ ուղղափառների հետ, ոչ կաթոլիկների հետ։ Ունի մեր քույր եկեղեցիների հետ, Եթովպիայի, Հնդիկ Մալանկարա եկեղեցու, Ղպտիների եկեղեցու, Ասորի եկեղեցու եւ Էրիթրեայի եկեղեցու։ Տեսեք, հաղորդությունը վերցնելը նշանակում է ընդունել ամբողջապես իրենց դավանանքը։ Մեր հայրերը նահատակությամբ արյուն թափելով չեն հաղորդվել։ Եթե դուք տեսնեք, թե մեր հայրապետներին գերի էին տանում, տանջում էին, բան, որ իրենք հաղորդվեն, չեմ անցնի ազատ գետը մեր հայրապետներից մեկը ասել է, չեմ ուտի ձեր փռի հացը եւ չեմ խմի ձեր ջրախառն տաք գինին։ Այդ մեր հայրապետներից մեկի արտահայտությունն է։ Կաթոլիկները նաեւ հաղորդության մեջ ջուր են խառնում, այսինքն մեզ համար դա էլ ընդունելի չի։ Գինու մեջ ջուր է խառնված, այսինքն քո եկեղեցու ծեսին, հետո իրենք տալիս են առանձին մարմինը բան, այնտեղ լիքը դավանական տարբերություններ կա։ Արի էսը կքննարկենք, էլի Հռոմի Պապի անսխալականության վարդապետություն կա, Մարիամ Աստվածածնի, այսինքն մենք կաթոլիկ եկեղեցու հետ բավականին լուրջ դավանական տարբերություններ ունենք ու այդպես չենք կարող ուղղակի գնալ հաղորդություն ստանալ։ Այսինքն թե ինքը տալիս ասում է շնորհակալություն։ Չէ, հիմնականում դեք, հա, դու շատ հարգալից ասում ես, ես ուրիշ եւ իրենք էլ մեզ մոտ հաղորդություն չեն սա։ Մի հատ շատ կարևոր բան հիշեցնեմ, երբ որ Ֆրանցիսկոս Պապը եկավ Հայաստան, ներկա գտնվեց Գարեգին II կաթողիկոսի պատարագին, եւ հետո Գարեգին II կաթողիկոսը ներկա գտնվեց Ֆրանցիսկոս Պապի պատարագին, իրենց մեջ չի եղել հաղորդություն։ Ոչ Գարեգին II-ն է ճաշակել հաղորդություն Հռոմի Պապի ձեռքից, ոչ Հռոմի Պապն է ճաշակել հաղորդություն Գարեգին II-ի պատարագի ժամանակ, բայց ներկա են գտնվել, անշուշտ աղոթել են միասին, էկումենիզմը կա, կապը կա, թշնամիներ չենք բացառում միմյանց փրկությունը։ Բայց հաղորդություն բանասիր մարդիկ է խառնվեցին իրար։ Սամվել Մարիետան ասում է, ես մի անգամ չիմացությամբ ստացել եմ կաթոլիկ եկեղեցու հաղորդություն, հետո միայն իմացել, որ չի կարելի, ինչ անեմ։ Խաչակ ընկեք, ասեք Մեղա Աստծո անցեք առաջ, այսինքն շատ հաճախ է լինում Սփյուռքի համայնքներում, հա, լինում է, որ օրինակ մարդը մահամերձ է, պիտի մեռնի, օրինակ մենք ունենք այդպիսի նաև որոշակի հովվական խնամքի մեջ բան ունենք, որ մարդը պիտի մեռնի, բնականաբար վերջին հաղորդություն չի կարող հայ քահանայից ստանա, ավելի լավ է հաղորդվի հաղորդված մահանա, քան ուղակի առանց հաղորդություն մահանա, այսինքն դեռ լիքը հովվական խնամքի տարեր կան, որոնց մեջ չեմ ուզում։ Ծանր բան է։ Ու այստեղ ինչ է նշանակում, այսա մի բան է նշանակում, այդ մարդու համար հաղորդությունը արժեք չի։ Այդ մարդը գնում է հաղորդվելու Հովանավանքում ոչ թե որովհետև կարիք ունի հաղորդվելու։ Դե իհարկե դա քարոզչական գործ է իր համար։ Չէ, բայց ընդհանրապես այդ մարդը, այսինքն հավատքի կոնկրետ մակարդակա ցույց տալիս։ Եվ հետո որ հիմա ինձ ասում են լավ, մի քիչ ուրախ պոզիտիվ նոտայի վրա, հա, ավարտենք, չգիտեմ, լսել եք արդյոք այդ անեկդոտը։ Ի հակադարձություն նրանց, որ ասում են այդտեղ մենակ դեպրեսիայի ու վատամադրություն։ Այո, շատ եմ սիրում այդ անեկդոտը, ուրեմն հիմա որ ասում են, բա հիմա որ Ստյոպը պատարակ մատուցի, ինչ արնելու բան, այդ մարդիկ հաճախ ասում են, բայց տենց կլինի։ Հիմա ինձով հարցնում եմ, բայց տենց կլինի։ Ու ես բոլորին այս անեկդոտը պատմում եմ, շատ լավն է։ Ուրեմն քահանան մտնում է գյուղ, գյուղի տղերքը մի թաս մածունով ասես գալիս են քահանայի մոտ, ասում են տեր այր մածունով պատարակ կլինի։ Տեր հայրը նայում ասում է ժողովուրդ գժվել եք, ոնց մածունով պատարակ, չէ, իհարկե չի լինի։ Ստղան ասում է, բա մենք նոր արեցինք եղավ։ Այս տրամաբանության մեջ են իրենք, հասկացեք, ասենց անում են լումը։ Լավն է, շատ լավ։ Բայց հոգևոր խորհուրդ տենց չի լինում։ Հիմա որ ասում է ժողովուրդը ձեզ կարկալույց է հրճակել, արել է, եղել է, տենց ժողովուրդ, բան, ընդ որ մետ էլ ինչ որ լղոզված մի հատ, ասում է կաթողիկոսին մենք տենց կարկալույց ենք։ Եթե կաթողիկոսը կարկալույց է, ուրեմն Ստյոպը սկի չի էլ ձեռնադրվել, չէ։ Ինչպես եւ բոլոր մնացած քահանաները։ Օրա ճիշտ է։ Հիմա, այսինքն Ստյոպին ձեռնադրողն ով է։ Ամենայն հայոց հայրապետն է, ամենայն հայոց հայրապետի ձեռնադրած եպիսկոպոսն է։ Ձեզ մկրտողն էլ ամենայն հայոց հայրապետի կողմից ձեռնադրվածը։
Այդ Մյուրոնն էլ ամենահայոց կաթողիկոսի կողմից օրհնվածը։ Ինչի մասին եք դուք խոսում, ում մայլեն եք եկել մեջից լենքանդր բազություն կենեք արդեն լենակ ուշ է արդեն երկուսից հետո լենականցին գալիս է այսպես պայտակ շատ տգետ են ու այդ տգիտության մեջ համառ են ու դրա համար անդադար իրենք բախվում են ինչ որ խնդիրների ու չեն կարողանում լուծել թե լավ հիմա ստյոպին ով է ձեռնադրել ու այդ ձեռնադրությունը վավերական է թե վավերական չի